Բարև ձեզ, ողջունում եմ ձեզ մարտական եղբայրությունից, ես Հրանտ Տեր-Աբրահամյանն եմ, սա քաղաքական օրագիրն է։ Այսօր ես ուզում եմ մենք շարունակենք մեր զրույցների, կարելի ասել շարքը արդեն, որը սկսել էինք, որը վերաբերվում է մարտական եղբայրության միաբանությանը եւ մեր ստեղծելիք ազգային հեղափոխություն կուսակցությանը եւ ընդհանրապես մեր քաղաքական անելիքներին, ծրագրերին։ Մենք արդեն բավականին մի քանի թեմա խոսել ենք, այսօր ես ուզում եմ խոսեմ գաղափարախոսությունից։ Ես իհարկե հասկանում եմ, որ սա թեմա է, որը գուցե ինչ որ չափով փոքրամասնությանը հետաքրքիր, չնայած հուսով եմ, որ նաև ոչ միայն փոքրամասնությանը, բայց այս թեմայից անպայման պետք է խոսենք, մի քանի պատճառ կա, որ անպայման պետք է խոսենք։ Իրականում խոսել ենք որոշ չափով, բայց այսօր եւս մի անգամ անդրադառնանք նախ, որտեղ մեզ համար իրոք սկզբունքային է, մենք հենց այնպես չենք ասում, մենք գաղափարական ուժ ենք ուզում ստեղծել, այդ հենց այնպես խոսքեր չեն, դա իրական է եւ բացի այդ այն ինչ որ մենք մինչև հիմա արել ենք, այն ճանապարհը որ անցել ենք, ես անցել անգամ էլ շեշտեցի, այստեղ մարդիկ միավորված են գաղափարի շուրջ եւ այլ կերպ չի կարող լինի, որտեղ այստեղ ուրիշ մեծ հաշվով ինչ որ նյութական ռեսուրս չկա, ինչ որ արտաքին աջակցություն չկա եւ միակ բանը, որ իրապես մարդկանց կապում է, գաղափարն է, կարեւորագույն բանը։ Եվ փորձը ցույց է տալիս, որ ի հեճուկս այն պատկերացումների, որտեղ գաղափարի շուրջ հնարավոր չի մարդկանց միավորել եւ ոչ հնարավոր է, բարդ է մի քիչ գուցե ավելի, բայց հնարավոր է եւ հաստատ ավելի երկարատև էֆեկտ է տալիս, քան եթե մարդկանց միավորես նյութականի շուրջ, թեկուզ շատ մարդ, բայց հետո շատ արագ կորցնես։ Մենք կարծում ենք, որ մենք մեր փորձով ինչ որ չափով գոնե ապացուցել ենք, որ դա հնարավոր է եւ պատրաստվում ենք այս ճանապարհով շարժվել առաջ, այնպես որ մեր համար սա դատարկ խոսքեր չեն, դրա համար պետք է նաև խոսենք այս թեմայից։ Մյուսը, որ հենց մեր այս վերջի համաժողովը որ եղավ անցած շաբաթ 4-րդ համաժողովը մարտական եղբայրության, որտեղ մենք նաև ներկայացրեցինք մեր ծրագրերը կուսակցություն ստեղծելու հետ կապված, նախ հենց դահլիճում հարց եղավ գաղափարախոսության վերաբերյալ, եւ հետո էլ արդեն այստեղ հանդիպումներ ունեցան գրասենյակում մեր ընկերներից հետաքրքրված մեր ծրագրերով, օրինակ մեկը եկավ եւ հարցերից մեկը հենց դա էր գաղափարախոսությանն էր վերաբերվում եւ ոնց որ ասում էր, քանի որ դուք ասում եք, որ դուք ազգայնական եք, դա որոշ մարդկանց վանում է, այն մարդկանց, որոնք կարող էին ձեր հետ լինեին, ձեր ընկերները լինեին կամ հենց ձեր հետ միասին քաղաքական պայքարի մեջ մտնել, վանում է, որտեղ ազգայնականության մասին կան որոշակի պատկերացումներ Հայաստանում, որոշակի կարծրատիպեր, որոնք մարդկանց վանում են։ Եվ ես իրոք հասկանում եմ, որ դա կա, ես չեմ շղթում այդ խնդիրը, իսկականից կան այդ կարծրատիպերը ազգայնականության մասին, դրանք ձևավորված են տարբեր պատճառներով հիմա կարևոր չի, բայց օբյեկտիվ փաստ են եւ այդ խնդիրը չի կարելի անտեսել։ Եվ պայմանավորվեցինք, խոստացանք, ես էլ խոստացա, որ այդ թեմայով կփորձենք խոսել։ Իհարկե, այս մի խոսակցությունը, որ ունենալու ենք, դա չի կարող, որովհետև թեման ահռելի մեծ է, իրական գաղափարախոսություն, ազգայնականություն, ես մեծագույն հաճույքով ճիշտ ասած շատ կխոսեի այս թեմայի շուրջ, բայց ցավոք սրտի այս պահին հնարավորություն չունեմ, այս պահին գոնե մի հաղորդում կարող եմ նկարել, բայց սիստեմատիկ աշխատանքը հետագայում կտանենք թիմային աշխատանքը։ Բայց ասեմ ի դեպ, որ մենք ունեցել ենք այստեղ մարտական եղբայրությունը, որ նոր ենք ստեղծել կամ համեմատաբար նոր 2022-23 թվականին մենք ունեցել ենք այսպես ասենք գաղափարական դասեր, դա կոչվում է, ավելի շուտ դասեր չէին, քննարկումներ էին, ֆորմատը, դրա տեսագրությունների մի մասը պետք է որ պահպանված լինի, մի մասը ես չգիտեմ մեր YouTube-ը երբ որ փակեցին միգուցե կորած է, բայց մի մասը կա։ Այդտեղ որոշակի բաներ կան մեր գաղափարախոսությունը բացող, ունենք նաև փաստաթղթեր ոչ շատ մեծ, բայց ամենենեպս սեղմ կերպով մեր գաղափարախոսությունների բացող դա հրապարակված է, բայց ամեն դեպքում այսօր ես ուզում եմ խոսեմ ավելի կոնկրետ հենց ազգայնականությունից եւ նաեւ, քանի որ մենք ասում ենք ազգային հեղափոխություն, նաեւ այդ ուրեմն հասկացության շուրջ էլի մի անգամ էլ ասեմ, որ այս թեման էլ ոչ միայն գաղափարախոսություն, այլ կոնկրետ ազգայնականություն, ազգային հեղափոխություն ավերջ թեմա է, շատ կարելի է խոսել։ Ես այսօր բայց չեմ ուզում շատ այսպես տեսական ասպեկտներին անդրադառնալ, որոնք նույնպես շատ հետաքրքիր են։ Կարևոր է գաղափարախոսությունը առանց տեսության հնարավոր չի, դա նախ եւ առաջ տեսություն է իհարկե։ Բայց ես ուզում եմ այսօր ավելի կոնկրետ խոսամ ժառանգական կապից, պատմական կապից, որովհետեւ երբ որ մենք ասում ենք ազգայնականություն եւ հատկապես ազգային հեղափոխություն, մենք նկատի չունենք, որ դա մենք մեր գլխից ենք հորինում, այլ մենք հեղվում ենք որոշակի ժառանգական կապի վրա, հայկական տվյալ դեպքում ես նկատում եմ պատմական ժառանգական կապի վրա
Եվ հենց դա ես ուզում եմ ներկայացնել։ Էլի հասկանալով, որ հիմա շատերը կարող են ասել, դե հիմա նորից պատմությունից է խոսալու, եկեք այսօրվանից խոսանք, նախ այդքան հին պատմությունից չեմ խոսալ, երկրորդը ես ամեն այդպես իմ փորձից են եզրակացության եմ եկել, որ լավ էլ հետաքրքիր է մարդկանց լսել պատմության մասին, եւ երրորդը ինչ էլ ասեք, չասեք, պատմության հիման վրա է ամեն ինչ լինում, որտեղ օթից դու իսկականից չես կարող, եթե դու մանավանդ ուզում ես այսպես ասած ազգային քաղաքական ծրագիր ներկայացնել, դու չես կարող դա օթից իջացնել, դա պետք է տվյալ ժողովրդի, տվյալ ազգի փորձից ելնի եւ որոշակի ժառանգական ուրեմն շղթա ստեղծի։ Դրա համար հենց այդ դրանից այսօր խոսամ, մինչեւ այդ մի երկու տեսական դրույթ կավելացնեմ ամեն դեպքում, քշեշտեմ, բայց առանց մանրամասնելու ու խորանալու, իսկ հետո կանցնենք արդեն բուն այդ պատմական ժառանգական ակնարկին եւ իհարկե կբերենք մեր օրերին, այսինքն դրա իմաստը նա է, որ բերենք վերջում ամփոփենք մեր օրերի վրա։ Հիմա տեսական մասով ես երկու բան եմ ուզում շեշտեմ, որ երբ որ մենք ասում ենք ազգայնականություն, դա երկու բան է նախ եւ առաջ, բացի ամեն ինչից, նախ եւ առաջ մեր մեկնաբանված ազգայնականությունը, դա հետեւելն է, որ առաջինը դա անկախությանը անմնացորդ հավատարմություն է, անկախության գաղափարին, այսինքն անկախությունը ամենից վեր է եւ ազգը կարող է գոյություն ունենալ, այսինքն ազգի լիարժեք գոյության ձևը, ազգը իհարկե կարող է նաեւ որևէ կերպ գոյատևել առանց անկախ պետության, բայց ազգի գոյության լիարժեք ձևը անկախ պետականությունն է։ Ես սա ուզում եմ շեշտեմ ինչի, որտեղ առաջին հայացքից ակնհայտ է թվում եւ մարդիկ կարող են ասել, հեչ պարտադիր չի դու ազգայնական լինես, որ անկախությունը արժևորես։ Ես այդքան էլ չէի համաձայնվի, ինչու, որովհետեւ Հայաստանը մի կողմից կամ ինչեւ հիմա էլ այսպես կոչված չակերտավոր ազգայնականություն, որը իրականում եթե դա կփորում ես, հասկանում ես, որ անկախ պետականությունը չի իր գերագույն արժեքը, ինքը նույնիսկ կարող է ասել, որ գիտեք ինչ ազգի համար միգուցե ավելի լավ է կամ ազգայնականի տեսակետից ավելի լավ է, որ ազգը թեկուզ ասենք հանուն իր գոյատևման որևէ օտար հովանավորություն ընդունի կամ օտար պետության կազմի մեջ մտնի եւ նման կեղծ չակերտավոր ազգայնականություն մեր մեջ նաեւ հատուկ աճեցվել է։ Հենց նույն սովետական տարիներին օրինակ, ես դրա համար եմ շեշտում, որ ազգայնականությունը հավասար է, չի կարող լինել ուրիշ ազգայնականություն իրականում։ Եթե նա չի շեշտում անկախ պետականություն, դե ազգայնականությունը այլ բան չի, որքան ազգի քաղաքական ձգտումը, ազգի քաղաքական ազգ լինելու ձգտումը, իսկ քաղաքական ազգ նշանակում է անկախություն։ Մնացածը մենք կարող ենք պայմանական կոչել հայրենասիրություն, հայրենասիրության ինչ-որ ձևեր, չնայած հայրենասիրություն բառն էլ ես այստեղ չի օգտագործի, բայց ազգասիրություն, ազգայնականությունը կոնկրետ քաղաքական տերմին է եւ չի կարող լինել քաղաքական անկախության, քաղաքական ազգ լինելու ձգտումից դուրս։ Եվ մյուս կողմից, կան նաեւ այս մի կողմից կան չակերտավոր ազգայնականներ, որոնց ել եմ ասում, եթե փորփորես, դա կպարզի, որ անկախությունը չի իրենց գլխավոր գերագույն արժեքը։ Եվ մյուս կողմից կան մարդիկ, որոնք ասում են, որ իրանք անկախական են ու անկախությունը մինչև վերջ նվիրված են, հենց նույն այսօրվա ասենք նույն ղեկավարությունն է նրանց կողմնակիցների մի մասը, որոնք տենց ինքնիշխանության կողմից են, բայց պայքարում են ազգայնականության դեմ, որը նախ աբսուրդ է, որովհետեւ ում անկախության համար եք պայքարում ազգի, եթե ազգի անկախության համար եք պայքարում, ուրեմն դուք արդեն չգիտակցված ազգայնական եք, որտեղ դուք, չգիտեմ, աբստրակտ մարդկության անկախության համար չեք պայքարում։ Եվ մյուսը դուք նույնպես իմ կարծիքով կեղծում եք, թեկուզ ոչ բոլորդ գիտակցված, որովհետև եթե դուք ասում եք անկախություն եւ մեջից անում եք պայքարի գաղափարը, դա կեղծիք է, դա նշանակում է, որ երբ որ խոսքերի վրա բոլորս կարող են լինել անկախական, բայց երբ որ գա ռեալ հարցը անկախություն, թե ոչ անկախություն եւ դա պայքարի գնով, ես այն գաղափարներից, որոնք դուք եք քարոզում, ես եզրակացնում եմ, տրամաբանում եմ, որ դուք հրաժարվելու եք անկախությունից, գրեթե վստահ եմ նաեւ շատերից ճանաչելով, որ հրաժարվելու եք, բայց նաեւ ձեր ասածները լսելով, որտեղ դուք ասում եք, մենք թույլ ենք, մենք փոքր ենք, մենք չենք կարող պայքարել, բայց մենք անկախական ենք, հա, եթե ասենք դուք պատրաստ եք անկախական լինել, այսինքն օրինակի համար Ուկրաինայի ժողովրդի պայքարի եւ զոհերի գնով, դա շատ հարմար տարբերակ է, բայց եթե գալու է այն պահը, որ ձեր առաջ տնեն հարցը կամ ձեր տրամաբանությունից ելնելով դուք պետք է անկախությունից հրաժարվեք եւ գրեթե վստահ եմ, որ եթե ոչ բոլոր մեծ մասը ցան հրաժարվելով եւ հիմնավորումները արդեն վաղուց կան, թե ինչու եք հրաժարվելու։ Չեն կարող թույլ են եւ այլն եւ այլն։ Եվ ես այդ օրինակն եմ միշտ հիշում եւ մասնավոր զրույցներում եւ ընդհանրապես ինքս իմ մեջ էլ հիշում եք մի պահ կատալոնացիները որոշեցին անկախություն հռչակել։ Չգիտեմ, այս շարքում խոսել եմ դրա մասին, թե չէ, բայց ես շատ եմ սիրում։ Իսպանիայից անկախություն էին, չէ, հռչակել էին նույնիսկ կարծեմ։
Եվ ես նայում եմ, հետաքրքիր էր ինձ այդ ինչով կավարտվի եւ հետո եկան իսպանական ոստիկանները, ցրեցին այդ անկախությունը, բառացին ոստիկանական ուժերով, ոչ թե զորքով, ինչ որ բանով, եկան մահակներով ցրեցին բարձավ այդ անկախությունը։ Թե ոնց ես ապշած նայում եմ, ասում եմ, լավ, բայց մեծ մարդիկ են, այսինքն պարլամենտ անցած քաղաքական ուժեր են, ինչ որ չգիտեմ ինչ են, հռչակում են անկախություն։ Եվ չեն հաշվարկում, որ եթե դու հռչակում ես անկախություն, դա ավտոմատ նշանակում է, որ դու հռչակում ես, որ դու պատրաստ ես հանուն այդ անկախության ցանկացած տիպի պայքարի, առավել եւս ոստիկանական ուժերի դեմ։ Եթե դու պատրաստ չես, ուրեմն այդ անկախությունը զուտ խոսք է։ Իհարկե, կարող է այնպես ստացվի, դու հռչակես անկախություն, չգիտեմ, իսպանական կառավարությունը ասի, դե լավ, թող անկախ լինեն։ Հա, թող լինեն, շատ լավ կլինի, բայց դու պետք է պատրաստ լինես ապացուցել ուժով, դա աշխարհի օրենքն է, եւ այդ տեսեք ամենակաղաքակիրթ աշխարհի օրենքը, որտեղ Իսպանիայում ոչ ոք չի կարող այսօր ասել, որ դա քաղաքակիրթ պետություն չի։ Բայց եկան ոստիկանները եւ ցրեցին Կատալոնիա անկախությունը, vraiment չկա, նույնիսկ խոսակցություն չկա, կարծեմ դրա մասին հասկանում, սա անլրության գագաթնակետ է եւ նույնը ես ճիշտ ասած կասկածում եմ այսօրվա մեր շատ այսպես մարդկանց մասին, որոնք ասում են անկախություն, բայց վախենամ, որ նույնիսկ ոստիկանական ուժերը կարողանան այդ անկախությունը իրանց մեջից անկախության գաղափարը ցրել։ Սա ինչպես ասի շատ կարճ։ Մի բան էլ ավելացնեմ այս տեսական մասով, երկրորդ կետը բացի անկախությունից շատ կարևոր է գիտակցել եւ մենք սա ենք նաեւ ձևակերպում, որ ազգայնականությունը նշանակում է կամ ազգայնականությունից ավտոմատ բխում է աշխարհի մասին ռեալիստական պատկերացումը եւ միջազգային հարաբերությունների նկատմամբ ռեալիստական պատկերացում, իրական ռեալիստական, ոչ թե այն ինչ որ Հայաստանում կոչվում է ռեալիզմ, այսինքն հանձնվենք, այլ այն ինչը որ աշխարհում կոչվում է ռեալիզմ, միջազգային հարաբերություններում, այսինքն գիտակցումը, որ միջազգային հարաբերությունները ազգերի միջև ուժային հարաբերություններն են եւ դրանք են ուժային հարաբերությունները ազգերի միջև են պայմանավորում ազգերի իրական, փաստական եւ իրավական կարգավիճակները, այլ ոչ թե օրինակ միջազգային իրավունքը, նույն որը չենք շղթում, բայց դա գերակայողը չի միջազգային իրավունքը կամ չգիտեմ զանազան ուտոպիաները, ասենք կոմունիստական ուտոպիան, լիբերալ ուտոպիան, որ ի վերջո բոլոր ազգերը, չգիտեմ, կձուլվեն, իրար հետ համերաշխ կապրեն, չգիտեմ, եւ այլն, այս ուտոպիաները չեն աշխարհիկ, որոնք պայմանավորում են իրական միջազգային հարաբերությունները, այլ ազգերի միջև ուժային հարաբերությունը եւ ազգերն են սուբյեկտը եւ քաղաքականության եւ պատմության, ոչ թե абստրակտ մարդկությունը կամ ոչ էլ նույնիսկ առանձին վեցած անհատները, այլ սուբյեկտը ազգերն են եւ ազատ լինում են ազգերը եւ ազգերի միջոցով արդեն անհատները։ Սա նույնպես շատ կարևոր է, այսինքն ռեալիստական հայացք աշխարհին, որ այդքան պակասում է ցավոք մեր հայկական քաղաքական գիտակցությանը եւ հենց սա իդեպ վկայությունն է նրա, որ ինչքան էլ ինքներս մեզ համար են կամ ուրիշները մեզ համար են, որ մենք ազգայնական ենք, մենք իրական որպես ազգ այդպեսին չենք։ Կարող մենք մեզ համարում ենք, բայց մենք այդպեսին չենք, որտեղ քաղաքական գիտակցությունը մեր դրան չի հասունացել։ Մենք նախընտրում ենք միշտ այդ հավատքը քաղաքակիրթ աշխարհին, հավատքը ինչ որ տենց շատ ենք սիրում պատմականորեն էլ վերջին 100-150 տարվա մեջ, դե տեսնենք, ասենք ինչքան հայ է միշտ մասնակցում այդպես միջազգային տարբեր ուտոպիստական շարժումներին, ինչքան հայ է միշտ սիրում հավատալ միջազգային իրավունքին, ինչ որ պայմանագրերին, փաստաթղթերին, դիվանագիտությանը եւ այլն, սա է մեր իրական աշխարհայացքը, բայց ոչ ազգայնականությունը, որից բխում է ռեալիզմը։ Հիմա այս խոստացող տեսական մասը կփորձեմ հնարավորինս կարճ, այս կետերը իհարկե անվերջ կարելի է բացել, միգուցե մի քիչ անհասկանալի մնացին, բայց խոսենք, մի օր առիթ կգտնենք։ Հիմա ասենք այն մասին, որը ես հիմնական մասից այսօր ուզում եմ խոսեմ, պատմական մասը։ Շատ չեմ խորանա պատմության մեջ, չնայած իրականում շատ հետաքրքիր բաներ կարող են գտնել ընդհանուր մինչև մեր պատմության ակունքները, օրինակ մենք այստեղ հենց մեր միաբանության մեջ ունեինք եւ ունենք հիմա այդ գաղափարական խումբ պայմանական ասեմ, որտեղ փորձում ենք մշակել նաեւ տենց հետաքրքիր փաստաթղթեր, դրանցից մեկը սկիզբը հենց գալիս է Հայկի եւ Բելի այդ ավանդազրույցից, որովհետեւ դա է մեր պատմության սկիզբը եւ այդտեղից շատ հետաքրքիր բաներ է դուրս բերում, եթե դու փորձում ես դա իմաստավորել ժամանակակից լեզվով, այս դու պարտավոր ես ցանկացած քո հին ավանդույթ անդադ փորձել այս ժամանակի կարիքի մեկնաբանել եւ այդտեղից օրինակ ազատության գաղափարը որպես հայ ազգի սկզբնավորման հենց կարևորագույն գաղափար եւ տարբերող գաղափար ինքը դուրս է բերվում, որտեղ հայկը պայքարում է ազատության համար, իր ազատության համար եւ ընդհանրապես ազատության գաղափարի համար, սա շատ կարեւոր է որ մեր ազգային ակունքը իսկ
սա մեր հետագա խոսակցությունում էլ կարևոր կլինի, նաև կապված է ազատության գաղափարի հետ, ինչ եմ սա շեշտում, որտեղ հաճախ մեր մոտ էլ տենց կարծրատիպային մոտեն, որ ազգայնականությունը ազատության դեմ է, ճիշտ հակառակը։ Միգուցե կան ժողովուրդներ, որտեղ ամեն ժողովրդի, այսպես ասած, ազգայնականությունը բնականաբար դա ունիվերսալ բան չի, դա կախված է ժողովրդի պատմությունից, բնավորությունից, խառնվածքից, չգիտեմ, եւ այլն, հիմնարար sense ասած աշխարհայացքից նաև միգուցե կան ժողովուրդներ, որոնց համար ազգայինը եւ ազատությունը հակադիր են։ Հաստատ կան նման ժողովուրդներ, հիմա անունները պարտադիր չենք, հայերիս համար այդպես չի, ոչ հնում, ոչ նոր ժամանակներում, հակառակը հայերիս համար եւ հնում եւ նոր ժամանակներում դրանք ոչ թե հակադիր են, այլ մեկը մյուսից բխող են։ Եվ մեր ամենա sense ակունքը հենց դա է հաստատում։ Էլի մի օր հուսամ կփորձենք խոսել, սա հետաքրքիր թեմա է, իրականում ուղղակի չեմ ուզում, հիմա ուզում եմ գամ նորի վրա, նոր պատմության վրա, բայց այն մտքներումս պահենք, էլի որ շատ կարևոր է։ Եվ ընդհանրապես մենք չպետք է մեր ազգայնականությունը, նաև ազգայնականներս փորձենք կառուցել օտար ինչ-որ բաներ, որտեղ ազգայնականությունը ամեն յուրահատուկ բան է, չէ՞ որ ազգի մասին է խոսքը, քո յուրահատկությունից պետք է բխի, ոչ թե ինչ-որ մեկի դրսի թեկուզ շատ լավ ասածից։ Հիմա ինչ վերաբերում է նոր ժամանակներից, ես ուզում եմ միանգամից մի շատ կարևոր անուն տալ նաև այստեղ գալով ազգային հեղափոխության արդեն, որտեղ մենք ասում ենք ազգայնականություն, բայց ավելի կոնկրետ մեր գաղափարախոսությունը, մեր ազգայնականությունը մենք մեկնաբանում ենք որպես ազգային հեղափոխական։ Եվ այս անունը պատահական չեն կտրեք ապրիչի։ Այստեղ շերտեր կան տարբեր։ Իհարկե, այդ անունը շատերը քննադատում են, միգուցե նույնիսկ չգիտեմ, եթե մենք զգանք, որ մեր ընկերները շատ են քննադատում, փոխենք, բայց գաղափարը մեկանույնն է մնալու։ Ես ուզում եմ միանգամից մի այստեղ շատ կարևոր առանցքային անուն տալ, հիմնադիր անուն է սրա, խոսքը Միքայել Նալբանդյանի մասին է։ Ճիշտ է, Միքայել Նալբանդյանի կերպարը հիմա այնքան տենց մաշվել է, շատ է խոսացվել, ճիշտ չի ներկայացվել, մարդիկ չեն պատկերացնում, անունը գիտեն, բայց չեն պատկերացնում այդ մարդու կարևորությունը մեր պատմության մեջ։ Իրականում շատ մեծ կարևորություն ունի եւ կարելի ասել մինչեւ հիմա էլ այսպես են մենակների կերպարներից է հայոց պատմության մեջ եւ չհասկացված եւ մեծաշոր փոքրամասնության ու մենակության մեջ մնաց։ Ինչն է Միքայել Նալբանդյանի կարևորագույն առանձնահատկությունը։ Նա իր սերնդի մեջ առաջինն էր, ով դրեց խնդիր, որ հայերը պետք է լինեն քաղաքական ազգ, այսինքն ձգտեն քաղաքական անկախության։ Իհարկե, Հայաստանի օրինակ թագավորության վերականգնման մասին 18-րդ դարում էլ կար ձգտում, շարժում, դա ի վերջո տապալվեց, ավարտվեց նրանով, որ ինչպես միշտ այսպես ասած մեր դաշնակիցները լրիվ այլ բան արեցին, ինչնց լրիվ այլ բան են խոստանում եւ միաժամանակ 1-2 սերունդ Հայաստանի անկախության գաղափարը ոնց որ մարեց, այնց շատ արտահայտություն չունեցավ։ Մոտ 1-2 սերունդ Ռուսաստանին միանալուց հետո Հայաստանի կամ Ռուսաստանի կողմից գրավելուց հետո Անդրկովկասի։ Եվ Միքայել Նալբանդյանը առաջինն էր այն նոր սերնդից, որ ասեց հայերը պետք է լինեն քաղաքական ազգ։ Հիմա կասեք դե դա ինչ մի բան է հայերեն որ ասեց։ Չէ, այդ ժամանակ եւ շատ մեծաշով ոչ մեն այդ ժամանակ ինքը շեշտեմ եզակի էր այդ տեսակետը, որտեղ գերակայողը իր ժամանակվա հենց հայ մտավորականության մեջ, իր հենց նաեւ ընկերների համախոհների մեջ հակառակ տեսակետներ, հիմա բացատրեմ որի մասին է խոսքը, որ ասում էր որ հայերը քաղաքական սուբյեկտության չպետք է ձգտեն, քաղաքական ազգ չեն, այսինքն անկախության չպետք է ձգտեն, այլ պետք է լինեն մշակութային ազգ, մշակութային ինքնությունն է մերը, եւ օրինակ հենց Միքայել Նալբանդյանի ժամանակակից նաև որոշ ժամանակաշրջանում համագործակից Ստեփանոս Նազարյանը հենց այդ օրինակ ուղղության հիմնադիրն էր եւ նույնը շարունակում էր հետո Գրիգոր Արծունին եւ շատ-շատեր։ Սա այն ուղղություններ էլի ասեմ, որ ասում են որ հայերի ինքնությունը մշակութային է։ Մենք մշակույթ ստեղծող ազգ ենք, մենք պետք է մեր մշակույթը պահենք եւ զարգացնենք, բայց քաղաքական ձգտումներ մենք պետք է չունենանք։ Նույն օրինակ Գրիգոր Արծունին ասում է այդպես հայտնի խոսքներ, որ քաղաքական իմաստով հայերը ասում են ռուս են։ Մենք ռուս ենք քաղաքական իմաստով, այսինքն մենք պետք է ռուսական կայսրության քաղաքականության մեջ տեղավորվենք եւ դրա շրջանակում զարգացնենք արդեն մեր մշակույթը, ծանոթ բան է, որտեղ մենք գիտենք, որ այդպես շատերն էին մտածում նաեւ մեր պապերից, մեր ծնողներից, թեկուզ սերունդից սովետական միության մեջ եւ հիմա էլ հոգու խորքում շատերը այդ նույնն են մտածում։ Հիմա ո՞րն է այստեղ տարբերությունը, ինչ է այստեղից բխում։ Սկսեմ այդ մշակութային ուղղությունից, որը էլ իր ենթաուղղություններ ունի, որ հետո ավելի պարզ լինի, թե ինչ էր ասում Նալբանդյանը եւ նրա նման մտածողները, օրինակ Ռաֆին, շարունակող Նալբանդյանի։ Եվ կարելի է ասել շատ խոշոր անուններից այդքանն են եղել։ Մնացած մեծ մասը այս մյուս ուղղությունների մեջ են տեղավորվել։ Դրանից բխում է հետեւյալ, դե եթե մենք մշակութային ազգին քաղաքական անկախության չպետք է ձգտենք, բարձր մշակույթ պետք է զարգացնենք եւ այլն, այստեղ տեսեք մի ուղղություն է դրա, որը պայմանական այն ժամանակ կոչվում էին ազգային լիբերալ։
այսօրվա բառերով մի բանակ լիբերալ են մի ուրիշ բաներ շակում նույն Նազարյանցը Ստեփանոս Արծունի դրանք համարվում են լիբերալ իրենք ասում էին Օսմանյան լծից հայերը պետք է ազատագրվեն բայց իրենք պետք է ազատագրվեն ոչ թե սեփական ուժերով իրենք դատապարտում էին այդ պայքարը սեփական ուժերով զինված պայքար ազատագրական պայքար իրենք դա համարում են սխալ եւ քննադատում են եւ իրենք եւ իրենց հետևորդները այլ ըստ էության օտար ուժերով պետք է դա լինի, այսինքն չգիտեմ ռուսների ուժերով, եվրոպացիների ուժերով, օտար միջամտությամբ, հիմնականում դիվանագիտությամբ, իրանք այդ դիվանագիտական ճանապարհն էին տեսնում, որը գիտեք շատ լավ ծանոթ է ձեզ, հիմա շատ են դա քարոզում դիվանագիտական ճանապարհով, հայկական հարցի լուծումը այդ ճանապարհն էին իրենք տեսնում, եւ նաեւ բացի դիվանագիտականից իրենք հաշվարկում էին այնպես, որ լինի եթե մեծ տերությունների միջև պատերազմ լինի այդ ժամանակ հայերը պետք է այդ մեծ տերություններից մեկին կծվեն կամ մի քանիսին կծվեն ու հիմնականում իհարկե ռուսներին, բայց ոչ միայն ռուսներին։ Եվ նման ուրեմն էլի օտար միջամտությամբ ըստ էության ազատագրվեն։ Սա, եթե կարճ ասենք, այս ճանապարհն է եւ պատկերացումը ուրեմն հայկական հարցի մասին։ Եվ իհարկե դա չէր նշանակում էլի ազատ Հայաստանի ստեղծում, այլ Հայաստանի կծումը, ասենք Ռուսաստանին կամ որևէ հետագայում մեծ տերության հովանու ներքո, օրինակ այդ ամերիկյան մանդատ էին առաջարկում այդ նույն մտածողության մեջ, իրեն ֆրանսիական, նույնիսկ իտալական մանդատ է շատ լուրջ քննարկվել մի պահ 10-ին հետ։ Իրու մասես ուզում էին Հայաստանի մանդատը տային, մեծ հաշվով այդ նույն տրամաբանության մեջ։ Եվ իրականում այս մարդիկ շատ մի քիչ ցավալի բան եմ ասում, մի քիչ չար հեգնան կա խոսքից մեջ, իրանք իրենց մուրազին հասան, որտեղ առաջին համաշխարհային երբ որ սկսվեց եւ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև պատերազմը սկսվեց 1914 թվականին միջև բավականին մութ պատմություն է, ես ռուս-թուրքական վանդակում խոսել եմ, որ նաև ռուսները ամեն ինչ արել են, որ Թուրքիան մտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, իհարկե այնպես չէ, որ Թուրքիայում չկային ուժեր, որոնք ուզում էին, բայց կային նաև ուժեր, որոնք չէին ուզում։ Ռուսները նպաստել են նրան, որ մտնեն։ Եվ ստեղծվեց այդ մեծ ողջավորությունը, Թիֆլիսի ամբողջ հայկական վերնախավը, այդ շարժման մեջ մտա, որ այ հիմա մենք ռուսների օգնությամբ կմտնենք Արևմտյան Հայաստան եւ այլն եւ դրա հետևանքները գիտենք բոլորը շատ ցավալի, չասենք, այսինքն այս քաղաքականությունը այդ ազգային լիբերալ մշակութային ինքնության քաղաքականությունն է, որ նաեւ այդ թվում դա բերեց այն նրան ինչ որ մենք ունեցանք առաջին համաշխարհային ժամանակ, այսինքն ցեղասպանության ասենք լավ բարձ, ասենք չեմ ուզում ուղղակի այս ցավալի թեմայի մասին շատ խոսեմ։ Սրա մյուս ենթաճյուղը պահպանողական, էլի այն ժամանակվա լեզվով պահպանողական այստեղ բարձրաստիճան հոգևորականներից շատերն էին, դեպ շեշտեմ ոչ շարքային հոգևորական են, որտեղ ժողովրդի մաս էին, բայց բարձրաստիճան հոգևորականության մի մասը, էլի որոշ բացառություններ ունակ Ռիման հայրիկի պես, նրանք էլիտայի մաս էին, կապված էին այդ կայսրությունների կառավարող էլիտաների հետ, եւ նրանք ըստ էության սրա մի նույնպես մշակութային ինքնության տարբերակն էին քարոզում։ Դեպ շատ կարևոր է այստեղ նաև շեշտել, որ հիմա պահպանողական ու ազգայնական նույն ասում են մարդիկ այդ ժամանակ դա տենց չէր եւ նույնիսկ հակառակն էր։ Հա, իհարկե իրանք էլ էին հայրենասեր իրենց համարում, նաեւ եթե ազգային էին համարում, բայց նրանք էլ համարում էին, որ հայ ազգը քաղաքական անկախության հավակնություններ պետք է չունենա։ Այստեղ պարզապես կրոնական ինքնության պահներ մի քիչ ավելի շեշտվում եւ հարմարման պահ, այսինքն այստեղ եթե այս մի թևը ավելի շեշտը դնում էր, որ ամեն դեպքում օրինակ Օսմանյան լծից ազատագրվենք դիվանագիտությամբ եւ այլն, այստեղ էլ կար այդ հատվածը, որ այո դիվանագիտական, նույնիսկ Լեոն հատուկ գիրք ուներ, չէ՞ քրեական դիվանագիտություն եւ այլն, բայց նաեւ կար այն օրինակ Օրմանյանի պես մարդիկ, որոնք պարզապես դատապարտում էին այդ ամեն ինչը, նաեւ դիվանագիտականը եւ ասում են մենք պետք է որպես այսպես կրոնական համայնք հարմարվենք մշակութային համայնք նույն Օսմանյան կայսրության մեջ, մենք պետք է լինենք հավատարիմ քաղաքացիներ, ինչպես հենց Թուրքիային ասում էին հավատարիմ միլլետ, հայերի մասին տենց հպարտանքով ասում էին, համարվում էր ամենահավատարիմ ազգերից, միլլեթը ազգն է, գիտեք։ Եվ սա իդեպ է նույն Օրմանյանն է, ես էլի չեմ ոչ թե այստեղ ուզում եմ ձեզ ասեմ, որ տեսեք ինչ վատ մարդիկ էին դրանք եւ այլն, հա նույն Օրմանյանն է ինքը շատ այսպես բարձր ինտելեկտով մարդ էր, լավ աստվածաբան էր եւ այլն, սրա մասին չի խոսքը։ Հայոց եկեղեցու պատմության մասին օրինակ ունի գիրք, քաղաքական դիրքորոշման մասին է խոսքը։ Ես հիմա չեմ ուզում այս ժամանակների sense խորքից դատապարտեմ կամ արդարացնեմ, պարզապես իրականությունը պետք է ներկայացնեմ։ Սա նույն Օրմանյանն է իդեպ շատ հետաքրքիր է, որին շատ է սիրում Լևոն Տեր-Պետրոսյանը հղում անել որպես մեծ sense ազգային
մտածող, որ այ Օրմանյանն էր ճիշտ, եւ դե մարդիկ շատ են հասկանում Օրմանյանն ինչ էր ասում, ինչ էր բանում, Լևոնը ինչ ա ուզում ասի, բայց իրականում եթե դուք խորանաք ինչ էր ասում Օրմանյանը։ Օրմանյանը ասում էր, որ հայերը պետք է Օսմանյան կայսրության հավատարիմ միլլետ լինեն, այսինքն իսպար ժխտում էր պայքարի գաղափարը, նույնիսկ դիվանագիտական միջոցով, եւ մեծ հաշվով այդ ինչա Լևոն Տեր-Պետրոսյանը դա ասել իրականում, եթե գենթատեքստը հասկանանք, այսինքն դա հրաժարում է անկախությունից փաստացի։ Հիմա նա դա որքանով գիտակցում է ինքը, որքանով չի գիտակցում, սա այլ բան է, բայց անդադաղում անելով Օրմանյանին նա հենց սա նկատի ուներ, իսկ արդեն այսօր, եթե մի կարճ գանք ամեն դեպքում ըստեղից այսօրվան, մենք տեսնում ենք, որ այդ ծրագիրը իրականացվում է, այսինքն հավատարիմ միլլետ Օսմանյան, եթե ոչ կայսրությունում, ապա այս նեոօսմանյան պրոյեկտում, այն ինչը որ այսօր մեր քաղաքականությունը պաշտոնական տանում է, տվյալ դեպքում ես կարծում եմ չիմանալով եւ չհասկանալով Օրմանյանի մասին, մեծ հաշվով այս ծրագիրն է, որում նույնիսկ շատ ավելի բառացի, ասենք Լևոն Տեր-Պետրոսյանը կարող էր ենթադրել։ Այնպես որ այստեղ շատ հետաքրքիր կապեր կան։ Բառացի էլի, եթե ուշադրինայք ինչ է ասում, ասում է պայքարից պետք է հրաժարվենք, հա ճիշտ է, այսօր իրենք չեն ասում անկախությունից պետք է հրաժարվենք, բայց դե փաստացում են պայքարից պետք է հրաժարվենք, հարմարվենք, քանի որ թույլ ենք, փոքր ենք, պետք է, այսպես ասած, ռեգիոնի մեջ ներգծվենք, դե ռեգիոնն էլ տվյալ դեպքում, եթե մի քանի տարի առաջ հիմնական դա ռուս-թուրքական բանն էր, հիմա ավելի շատ Օսմանյան պրոյեկտն է, հետո տեսնենք ռուսները երբ որ վերադառնան, նորից ռուս-թուրքական կդառնա կամ միայն ռուսական։ Այս դեպքում դա էական չի։ Հիմա այս ինչը որ կար, հիմա էլ ավել չեմ խորանում, որտեվ կային նաև հայ սոցիալիստները, նրանք էլ տարբեր բաներ են ասում։ Այս ֆոնին ինչ էր ասում Նալբանդյանը, ավելի լավ մենք կարող ենք հասկանալ։ Ինքը քանի որ ասում էր, որ հայերը պետք է լինեն քաղաքական ազգ, դրանից ավտոմատ ինչ էր բխում։ Դրանից բխում էր պայքարի գաղափարը։ Մենք պետք է դառնանք քաղաքական ազգ, նշանակում է մենք պետք է պայքարենք անկախության համար, նշանակում է մենք պետք է պայքարենք անկախության համար հենվելով սեփական ուժերին, ժողովրդի վրա, սա շատ կարևոր է, ոչ թե դիվանագիտական ճանապարհը, այլ ժողովրդի վրա հիմնված ճանապարհը, այն ժամանակ դա հիմնականում իհարկե զինված ճանապարհներ, դարաշրջանի առանձնահատկություններից բխող եւ այն ռեժիմների առանձնահատկություններից բխող, որի ենթակայության տակ հայ ժողովուրդը ապրում էր, բայց դա զինվածը չի։ Շեշտը ժողովրդական պայքարն է, որը կարող է լինել զինված էպոխայից կախված, կարող է լինել նաև խաղաղ, լայն մասշտաբային ժողովրդի վրա հենված, բայց կարևորը այստեղ ժողովրդի վրա հենված է, սեփական ուժերի վրա հենված է։ Այս է Նալբանդյանի, այսպես ասած, հեղափոխականությունը։ Եվ այստեղ ինքը եւ իր նման մտածողները որպես օրինակ իրանք իհարկե հիմնականում ունեն իտալական ազատագրական պայքարը Գարիբալդիի գլխավորությամբ, գիտեք, եւ պատահական չի, հենց դրա համար է մեր հայրենիք երգը, որ մեր օրհներկն է դառել, իտալական աղջկա երգ կոչվում, դա այդպես ուղղակի կապրիչ չի, որտեղ այդ ժամանակ օրինակելին իտալացիների պայքարներ, անկախության համար ազատագրական պայքարներ, ժողովրդական պայքար, դա հիմնված ժողովրդի վրա էր, ոչ թե էլիտիստական պայքար էր միայն, այլ հենց ժողովրդական զանգվածների վրա հենված եւ սեփական ուժերի վրա հիմնականում հենված եւ այդ ժամանակ նաեւ դա կոդային էր, որտեղ ռուսական ցենզուրան չէր թողնում, որ դու սեփական այդ գաղափարները այդպես ձևակերպել։ Ասենք Նազարյանցին արդյունքում թողնում էին, բնականաբար հա լիբերալներին թողնում էին, պահպանողականներին թողնում էին, բայց Նալբանդյանի պես մարդիկ չէին կարող անկախության գաղափարը այդպես բաց ձևակերպել։ Դրա համար շատ անգամ կոդային էր իտալացիների պայքարի մասին գրել այն ժամանակ թերթերում, եթե նայեք, այդ ասենք 1860-ականների շատ են գրում եւ դա կոդային էր, որ հայերի համար օրինակը որն է իտալացիների պայքարը։ Եվ այստեղից երբ որ արդեն գալիս է այս շղթան, հա, անկախության համար պայքար, հենված սեփական ուժերի վրա ժողովուրդ, իսկ ով էր հայ ժողովուրդը այդ ժամանակ, հայ ժողովրդի մեծամասնությունը այդ ժամանակ գյուղացիներ, որը ճնշված էր եւ շահագործվում էր եւ ազգային հողի վրա, բնականաբար Թուրքիայի, Ռուսաստանի կողմից եւ դասակարգային հողի վրա, սոցիալական հողի վրա, նախ էլի օտարների կողմից, որտեղ խոսել ենք դրա մասին, հայ ժողովրդի մեծ մասը հողազուրկ էր, հիմնական խնդիրն էր հողազրկությունն էր, կողքի օտար ժողովուրդների մոտ էր հողը, ինքը հողազուրկ էր, ինքը շահագործվում էր եւ սեփական նաեւ էլիտաների կողմից վաշխառուներ, այտենց մեծահարուստ հայ վաշխառուներ, հայ առևտրականներ, ընդհանրապես հայ էլիտաներ։ Սրանք նույնպես շահագործում էին հայ ժողովրդին եւ ստացվում էր, որ հայ ժողովրդի պայքարը ինքը միաժամանակ եւ ազգային է եւ սոցիալական է, այսինքն այստեղից է գալիս նաեւ ազգային հեղափոխական այստեղից է գալիս, որտեղ ինքը դնում է այդ ազգային ազատագրման
մի կողմից այսինքն արտաքին անկախության, մյուս կողմից ներքին ազատագրման, այսինքն ներքին արդար հասարակության ստեղծման եւ Նալբանդյանը օրինակ այդ իր աշխատությունը հայտնի երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ։ Ինքը բառացիորեն իհարկե հնացել է, բայց իր հիմնական գաղափարը այստեղ ինքը ասում է, եթե ազգը հասնում է անկախության, միայն արտաքին անկախությունը բավարար չի, որ մենք համարենք, որ այս ազգը անկախ է, ինքը պետք է նաև ներքուստ անկախ լինի, այսինքն ներքուստ ազատ եւ արդար հարաբերություններ ստեղծի իր մեջ, լուծի, այսպես ասած, նաև սոցիալական խնդիրը, որովհետեւ մենք համարենք այս անկախությունը իրական ճիշտ եւ այս ազգին իրապես ազատ եւ արտաքուստ եւ ներքուստ։ Եվ հենց սա է ազգային հեղափոխության գաղափարը, այսինքն երկու իմաստով, ոչ թե միայն ազգային արտաքին, այլև ազգային ներքին։ Այս շատ կարևոր է։ Եվ սա այդ ժամանակ հակադրված էր եւ լիբերալ տեսակետին եւ պահպանողական տեսակետին։ Նույնը իհարկե հիմա էլի արդեն բավական երկար խոսեցի, ըստ էության նույն գիծը շարունակում է Ռաֆին դա գիտեք իր վեպերով փորձեց ցույց տվել այդ պայքարի գաղափարը քարոզել գեղարվեստական միջոցներով, նաև շատ հետաքրքիր նյուանս էլ ասեմ, Ռաֆին նաև ոչ միայն բարձրացնում էր Թուրքիայի հայերի հարցը, ինքը նաև ռուսական քաղաքականությունն էր շատ լավ հասկանում եւ ինքը բավականին դա նուրբ ձևերով հասկացնում է օրինակ Խամսայի մելիքություններ աշխատությունը, եթե ուշադիր կարդաք, դա թվում է ընդհանրապես Ղարաբաղի մելիքների պատմությունը եւ մեզ այդպես են ներկայացնում, բայց եթե դուք ուշադիր կարդաք ամբողջ պատմությունը նրա մասին է, թե ինչպես Ղարաբաղի մելիքները անընդհատ փորձում էին ռուսական օգնության այդ հույսով պայքարել եւ որ այդ ճանապարհը իրենց բերում էր ձախողումների եւ վերջում ինքը բերում է Մելիք Մեժլումի օրինակը Ջրաբերդի մելիքներ, կարծեմ, եթե չեմ սխալվում հիմա, եթե հանկարծ սխալվում եմ կներեք, կարծեմ Ջրաբերդի մելիքներ, որը ի վերջո հասկացավ, որ ռուսների եւ նաեւ վրացիների հետ դաշնակից լինելը չի բերում հաջողության եւ ինքը գնաց Պարսից խանի հետ դաշնակցեց, հանուն իր պապենական իրավունքների, հանուն ազատության եւ մասնակցեց նույնիսկ այդ աղա Մոհամեդ խանի արշավանքի շատ հետաքրքիր է դրանով է ստեցան Ռաֆին ավարտում եւ մեզ հասկացնում դրանով շատ բան եւ նույնը Դավիթ Բեկը երբ որ ինքը գրեց այդ օրինակը էլի պատահական չի ընտրված որտեղ Դավիթ Բեկը ի տարբերություն Արցախի մելիքների ինքը հենվեց էլի սեփական ուժերի վրա պայքարեց սկզբում պարսիկների դեմ հետո երբ որ թուրքերը եկան ռուսների խոստումներին ինքը չլսեց այլ նորից գնաց պարսիկների հետ այս անգամ կռվեց թուրքերի դեմ եւ ըստ էության ստեղծեց իր կարելի ասել անկախ պետությունը սա էլ պատահական չէ այսինքն դուք հասկացեք որ այն ժամանակ մարդիկ նաեւ շատ բան որ մենք հիմա չենք հասկանում իրենք մեզ այսպես ասած գեղարվեստականորեն կամ ակնարկներով վայ կամ բերում են մեզ ինչ որ մտքերի որոնք իրեն չէին կարող այն ժամանակ պարզ լեզվով այսպես ասած արտահայտվեն հիմա շատ խոսացի բայց փորձեմ ելի պիտի մի քիչ խոսամ հիմա այս գաղափարները ֆորմալ կերպով արդեն երբ որ հայկական կուսակցությունները ստեղծվեցին եւ ազատագրական պայքար գնաց, օրինակ գիտեք հայ հեղափոխական դաշնակցություն։ Հիմա մեզ շատերը ասում են, երբ որ դուք կոչեք ազգային հեղափոխություն, ժողովուրդը ձեզ դաշնակների հետ կշփոթի։ Դες հեղափոխական անունը իհարկե պատահական չի դաշնակցության մեջ այն ժամանակ, հիմա իհարկե որևէ իմաստին զուրկ է, որովհետեւ իրենք երբ որ հիմնադրում էին այդ կուսակցությունը, իրենք իհարկե փորձում էին հենվել Նալբանդյանի եւ ոգևորված էին Նալբանդյանի եւ Ռաֆու այս գծից Բայց խնդիրը նա է, որ ցավոք սրտի հենց սկզբից էլ երբեք հայեղափոխական դաշնակցությունը այդ իմաստով իրական հեղափոխական ուժի չվերածվեց, այսինքն մի ուժի, որը պայքարը մղում է հենց ժողովրդական զանգվածների վրա հենվելով, որտեղ անվանապես հեղափոխական լինելով իրենք շատ բաներ վերցրեցին հենց Գրիգոր Արծունու գաղափարից, այսպես կոչված մշակական գաղափարներից եւ դիվանագիտական լուծումը հայկական հարցի իրականում դրեցին առաջնային, իսկ զինված պայքարը իրենց համար ուղղակի օժանդակ էր։ Եվ այստեղից էլ եկավ այդ տակտիկան, որին ինչ որ զինված ելույթներին ունեն, որպիսի արևմտյան դիվանագիտությունը միջամտի, այսինքն իրենք իրականում Նալբանդյանի գաղափարները այստեղ ստորա, որ ասում էր զինված պայքար ժողովրդի լայն, եւ դա պետք է նախապատրաստվեր, այլ ոչ թե ուղղակի տենց մի 20 հոգի սար բարձրանային կռիվանային Այս իրենք ստորադասեցին, այսպես ասած Արծունու գաղափարներին, լիբերալների գաղափարներին եւ այդպես բավական երկար տևեց մինչեւ 1904 թվականին Սասունի ապստամբությունը դա վերջնականապես իր սնանկությունը ցույց տվեց, բայց դաշնակցության մեջ արդեն կային մարդիկ, էլի փոքրամասնություն, բայց շատ կարևոր, որոնք այս հիմնական գծին կուսակցության դեմ էին եւ էլի առաջարկում են ժողովրդական հենքով պայքար լայն դա օրինակ հրայր դժոխքներ որ ասում են ժողովրդին պետք է կազմակերպել
լայն ձևով եւ հետո նոր սկսել ինչ որ գործողություններ։ Դա հետագայում Արամ Մանուկյանն էր, զգալի չափով նաեւ Ռուբեն Տերմինասյաններ եւ այլն, եւ ամեն դեպքում, որքան որ այս մարդիկ կարողացան ազդեցություն ունենալ, ինչքանի որ մենք հաջողություններ ենք ունեցել եւ մեր ազատագրական պայքարում եւ 18-20 թվականներին եւ 21 թվականներին այս գաղափարի շնորհիվ է եղել։ Այսինքն այն երկու գաղափարը մեզ ձախողումների են միայն բերել եւ դա էլի կտեսնենք օրինակներով եւ միայն այս մի գաղափարը ազգային հեղափոխական գաղափարը, ազգային պայքարի գաղափարն է, որ մեզ ինչ որ բան, եթե մենք ձեռք ենք բերել այս 100 քանի տարվա ընթացքում, անգամ ինչ որ հաղթանակներ ունեցել ենք, միայն ու միայն դրա շնորհիվ է։ Օրինակ, դրա շնորհիվ է, որ Վանի ժողովուրդը չենթարկվեց ցեղասպանության։ Հիմա երկար չպատմեմ, ես դրա մասին շատ երկար նաև գրել եմ եւ խոսել եմ։ Դրա շնորհիվ է Սարդարապատի ճակատամարտը Արամ Մանուկյանի գլխավորությամբ, որտեղ ինքը այդ գաղափարի գրողն էր, ժողովրդի վրա հենված պայքար եւ ինքը ապացուցեց իր կենսունակությունը։ Մենք հաղթանակ տարանք, ասում են, օ, հրաշք էր Սարդարապատի, եւ ոչ մի հրաշք չկար։ Կար հիմքում այս առողջ գաղափարը։ Եվ նույնը Նժդեհի պայքարներ, Նժդեհն էլ օդից չծնվեց, ինքը վերցրեց այդ փորձը, գնաց Սյունիք, ժողովրդից սարքեց պայքարող ուժ եւ հասավ հաջողության այնտեղ եւ զուգահեռ նրան, որ հայկական կանոնավոր բանակը, որ լրիվ այլ գաղափարախոսության կրող էր, լինելով շատ ավելի զինված, լավ, ավելի պրոֆեսիոնալ սպայերով լցված, ինքը պարտություն կրեց 1920 թվականին, իսկ Նժդեհը հաղթեց։ Այսինքն որտեղ որ մենք ունեցել ենք հաղթանակներ, որտեղ որ մենք ունեցել ենք ձեռքբերումներ, սա, այսպես ասած, Նալբանդյանի եւ Ռաֆիի գիծն է։ Որտեղ որ մենք ունեցել ենք ձախողումներ, ողբերգություններ, սա հակառակ գիծն է, այն գիծը, որը քարոզում էր դիվանագիտական լուծում, որը քարոզում էր, որ մենք քաղաքական չենք, որ մենք մշակութային ենք, որ մենք պետք է օտար ուժով ազատագրվենք կամ ընդհանրապես հարմարվենք։ Իդեպ հայ բոլշևիկները ժառանգեցին այս բոլոր, ուրեմն, ու բացի Նալբանդյանից, ճիշտ է, Նալբանդյանին իրենք մեծարում էին իրենց ձևով, բայց իրականում իրենք ժառանգեցին այս բոլոր հայերի նկատմամբ, այս ամեն ինչը ժառանգեցին եւ հայկական ազգայնականության նկատմամբ իրական այս արշավը որ սկսում էին փոխառում էին անխնա, որքան է զարմանալի եւ հայ պահպանողականներից եւ հայ լիբերալներից եւ օրինակ Լեոն երբ որ գրեց այդ իր հայտնի Պասկվիլը հայկական ազատագրական պայքարի դեմ անցյալիցը, որը շատերը չեն հասկանում եւ ասում նո տեսեք ինչ բան գիրք է։ Ոչ, Լեոն հենց այդ Արծունի խմբից էր, այդ իրենց քաղաքականությունը բերեց այդ մեծ ողբերգությանը, որը եղավ հայ ժողովրդի հետ, այդ դիվանագիտական լուծումը, հայկական հարցի, իրենք էին ամեն օր դատապարտում, քննադատում հայ ժողովրդի զինված պայքարը եւ հետո իրենք ամբողջ մեղքը բոլշևիկների հետ համագործակցելով փորձեցին գցել իրականում հայ հեղափոխության վրա, զինված պայքարի վրա, այն մարդկանց վրա, որոնք գոնե ինչ որ ձեռքբերումներ են ունեցել, իսկ իրականում հենց իրենց մեղքը թաքցնելու համար այդ ամեն ինչը արեց։ Հիմա հիշեցնեմ նաև, որ դուք կարող եք աջակցել եւ մասնակցել մեր գործին։ Նախ եւ առաջ այս պահին ուզում եմ հիշեցնեմ Նժդեհի Հուշարձանի այդ նախագիծը։ Տեսել եք երևի մեծ մասը։ Եթե չեք տեսել, խնդրում եմ մտեք մեր հարթակներում դա կա, մեր կայքում կա հանգանակության այդ էջը։ Մտեք ծանոթացեք, ես հիմա մանրամասն չպատմեմ, հոլովակի մեջ ամեն ինչ ներկայացված է, ինչ գերեզման է, ինչի մասին է, ինչ նախագիծ է ճարտարապետական, ում հետ միասին ենք արել, շատ կարևորում է մեզ գործը, որովհետև սա մենակ մարտական եղբայրության գործը չի, ես կարծում սա մեր բոլորիս գործը պետք է լինի եւ մեր նաեւ պատասխանը պետք է լինի այս արտաքին իրավիճակին, մեր ապացույցը պետք է լինի, որ մեր ժողովուրդը այ պայքարի գաղափարի հետ դիմադրության գաղափարի հետ, անկախության գաղափարին ամենակարևորը անմնացորդ նվիրալ է եւ սա յուրահատուկ քվեարկություն պետք է լինի, շատ եմ խնդրում մտեք, ծանոթացեք, եթե համաձայն եք, եթե գաղափարակից եք, ձեր ուժերի չափով մասնակցեք, այդտեղ կարևոր չի ինչքանի եք մասնակցում, կարևորը հենց մասնակցությունը, նաեւ շատ կարևոր որ շատերը մասնակցեն, որպեսզի դա իրոք լինի համաժողովրդական նախագիծ։ Այսօր այսքանի մասին եմ մենակ, այսպես ասած, ձեզ խնդրելու, այն մնացած ավանդական բաները դուք արդեն գիտեք, ժամանակը կգան դրանց էլ նորից կվերադառնանք։ Հիմա շարունակենք մեր զրույցը։ Փորձենք ավելի արագ ամփոփել, հայ բոլշևիկների մասին ասի, որ իհարկե իրանք երկու փուլ են եղել, սկզբում իրենք ընդհանրապես հայ ազգայնականությունը արգելել են, եւ Ռաֆու գրքերը օրինակ արգելված են եղել, դրա մասին խոսել ենք Հայաստանում,
ամեն ձևով, ամեն գնով դատապարտվել է, համարվել է, որ այդ ազգային պայքարը ոչ միայն սխալ է եղել, այսպես ասած վերագրել են ընդհանուր մինչև իմպերիալիզմ, ռասիզմ նույնիսկ ցավալապաշտություն, կարծում եմ Ռաֆի մասին գրում են ռասիստ, ասում եմ աբսուրդ բան, եւ մի ժողովրդի, որը իրականում եւ սոցիալական եւ ազգային շահագործման էր ենթարկում, կոչում էին այդ ժողովրդին իմպերիալիստ, իսկ օրինակ թուրքական ազգային պայքարը սովետում համարում էր շատ պրոգրեսիվ եւ լավ Քեմալի պայքարը։ Բայց հետո արդեն գիտեք, որ սովետի այն մյուս փուլում, երկրորդ փուլում իրանք որոշակի սահմանների մեջ թույլատրեցին հայ ազգայնականություն, բայց այնպես արեցին, որ դա հնարավորինս անվնաս լինի, այսինքն ապաքաղաքական լինի, նորից վերադարձավ այս պարադիգմա, որտեղ մշակույթ կստեղծենք եւ այլն, անվտանգությունը, քաղաքական հարցերը սովետական միությունը մեծ ռուս ժողովուրդը լուծում է, մենք էլ մեր մշակույթն ենք զարգացնում, դե բնականաբար այդ դեպքում մշակույթը հիմնականում անցյալում է լինում, ոչ այդքան ներկայում անցյալի մշակույթը գումարած այդպես ֆոլկլորային տարեր, հաց, պանիր, կանաչի, քաղցր, թե այսպես ասած սա էր դառնում հայկական հայրենասիրությունը, բայց բնականաբար անկախության մասին խոսակցությունները կոշտ արգելքի տակ են կամ այնպիսի կերպարներ, օրինակ Անդրանիկին նույնիսկ թույլատրեցին սովետական միության մեջ, բայց նժդե կտրուկ արգելքի տակ էր մինչև վերջ, ինչու, որտեղ պարզ է, որտեղ Անդրանիկի պայքարը որքան էլ ազնիվ, բայց դա մինչև վերջ գիտակցված անկախության պայքար չէր եւ հաճախ քաղաքական սխալներով, իսկ նժդեի պայքարը օրինակ մինչև վերջ անկախական էր։ Ռաֆուն ճիշտ է թույլատրեցին, Նալբանդյանին նույնիսկ արձաններ դրեցին, բայց ամեն ինչ արեցին, որ այդ կերպարներն էլ աղավաղվեն, հա, եւ իդեպ պատահական չի, որ հենց Նալբանդյանը այդ մտավորականների շարքից ինքն է հալածանքների ենթարկվեց եւ գիտեք ցարական բանտում մահացավ։ Մնացած բոլորը, որոնք քարոզում էին այսպես սոցիալ-ազատական գաղափարներ, որոնք թվում է թե ռուսական կայսրության հետ անհամատեղելի են եւ այլն, նրանք շատ լավ, այսպես ասած, առողջ բոլորը ապրեցին, հալածվեց Նալբանդյանը։ Ռաֆին ճիշտ է կարողացավ խուսափել հալածանքներից, էլի որովհետեւ շատ ցենց արվեստական եւ ակնարկների լեզվով էր խոսում, բայց եւ Նալբանդյանը եւ հետո նույն նժդեը մահացավ արդեն սովետական բանտում, այդ բոլոր մարդկանց ճակատագրերը գիտեք եւ դրանք շատ հատկանշական են, այսինքն պետք է նաեւ ուշադիր լինեք, ով որ այդ ճակատագիրն է ունեցել, նա եղել է իսկական հայկական ազգայնականության կրողը, ով որ չի կրել հալածանքներ, որտեղ ազգայնականը կայսրության մեջ չի կարող չկրել հալածանքներ, թե կայսրությունը այսպես ասած ազգայնականին թույլատրում է, կամ ազգայնականը կամ հայրենասերը այսպես ասած կայսրության մեջ տենց առոք ապրում է կամ բանան, ուրեմն կամ մինչև վերջ չի, կամ այդքան էլ չի, կամ էլ հենց իրենց։ Եվ իդեպ ես ուզում եմ ասեմ 60-ականների մասին, որտեղ հիմա շատ են բանանում։ Նաև Պարուշ Սևակյանն են տալիս, որ այո, այդ մարդիկ թույլատրվածի մեջ են հիմնականում տեղավորվել։ Փորձել են այդ թույլատրվածի մեջ արտահայտել շատ բան, բայց շատ բան էլի ակնարկներով, շատ բան էլի էզոպյան լեզվով, նույն Սևակը ունի շատ հետաքրքիր հատվածներ են։ Դուք մինչև ինքը սպիտակ ցեղասպանության մասին է խոսում, ակնհայտ ակնարկելով հայերի ռուսացում ակնհայտ, համեմատում է թուրքերի ցեղասպանության հետ եւ ասում է, որ սա ավելի բետար է բանաստեղծության մեջ։ Այդքանը ինքը իրան թույլ է տվել։ Բայց հիշեք, որ Սևակն էլ մահացավ ոչ բնական մահով, այսինքն իրականում կայսրությունը իրան ընկալեց որպես վտանգավոր մարդ։ Հիշեք, ինչի ուղղակի հիշատակից, որտեղ հիմա նաև տենց բան կա վերաբերմունք կա, դե Սևակը եւ այլն, չէ, պետք է շատ ավելի խորը ուշադիր այդ մարդկանց մենք հասկանանք։ Պետք է նայենք ճակատագիրը մարդու, որպեսզի հասկանանք իր իրական դերը եւ վտանգը այն ուժերի դեմ, որոնք եւ լավ, մի խոսքով չխորանամ, այդ արդեն սիրուն չի ստացվի։ Անցնենք առաջ, ինչ ունենք մենք հիմա։ Հիմա այն ինչը որ Հայաստանի պաշտոնական քաղաքական կուրսն է, եթե արդեն երևի նկատեցիք, մեծ հաշվով մի հատ շիլաշփոթ էկլեկտիկ ծաղկաքաղ է, այ հանածես ազգային հեղափոխական գիծը, Նալբանդյանի, Ռաֆեի, Նժդեի գիծը, հանածես ամիջը, մնացածից են շիլաշփոթ ծաղկաքաղը։ Իրենք փորձում են ներկայացնել որպես շատ նոր բան, իրենք են հորինել, իրենք են ստեղծել հայ ժողովրդի sense ճակատագիրը բան ոչ, դուք Ամեն իրենք շարունակում են, ինչ որ գերակայող է եղել, այսպես թե այնպես ցավոք սրտի մեր մոտ եւ նույն այդ գաղափարներն են, այսինքն որ մենք ճիշտ է, իրանք ասում են ինքնիշխանություն, անկախություն, բայց դրա գինը արդեն տեսանք թե քանի կոպեկ դա արժի։ Իրենք նույնպես ասում են, որ մենք ըստ էության թույլ ենք, մենք չենք կարող պայքարի գաղափարից կարևորը հրաժարվում է։ Սա ամենակարևոր ցուցիչն է։ Դու կարող ես ինչքան ուզում ես գոռալ անկախություն, բայց ինչպես սկզբում ասացի, եթե պայքարի գաղափարից հրաժարվում ես, սկսում ես քարոզել հարմարեցում, որ մենք փոքր ենք, թույլ ենք, չգիտեմ եւ այլն, դա նշանակում է դու հրաժարվեցիր իրականում իրական սուբյեկտությունից, իրական անկախությունից։ Իրենք մեծ հաշվով մեզ քարոզում են հարմարեցում, երբ որ ասում են, մենք պետք է ռեգիոնի մեջ եւ այլն, ասում են եկեք հարմարվենք, քանի որ մենք ամենաթույլն ենք,
Հարմարվենք ուղղակի այս ուժերների պահանջներին մի կերպ sense մեր համար յոլա տանենք, գոյատևենք, այսինքն քաղաքականությունից ենք փաստացի հրաժարվում ենք, քաղաքական նպատակներից, քաղաքական ինքնությունից հայազգի իրենք փաստացի հրաժարվում են, հնազանդեցում է ըստ էության տեղի ունենում Հայաստանի, այստեղ մենք եւ նաեւ մի ուրիշին ասած ենթաթև կամ իրենց աջակցողների, որոնք էլի շարունակում են խարոզել, որ արտաքին հովանավորությամբ հայազգը միայն կարող է անվտանգության հասնել, տեսնում ենք, որ այս բոլորը շատ ծանոթ գծեր են, շատ ծանոթ, հա, նաեւ դիվանագիտության ճանապարհով միայն կարող ենք մենք մեր հարցերը լուծել, այսինքն դիվանագիտությամբ իհարկե կարելի է հարցեր լուծել, բայց եթե ուժային բաղադրիչ չկա։ Հա, ուժային էլի ասում եմ, ես նկատի չունեմ միայն պատերազմ, ուժային բաղադրիչը շատ ավելի լայն է, միայն ռազմականը նկատի չունենք։ Այս բոլոր բաղադրիչները մենք շատ հստակ տեսնում ենք, որ այսինքն վերադարձ է կատարվում ի շրջանս յուր։ Այն ինչ որ մենք հայոց պատմության վերջին 150 տարվա մեջ որպես գերակայող տեսնում ենք, այս նույնն է։ Մի մասը գիտակցված, մի մասը չգիտակցված, մի մասը նաև բոլշևիկներից են փոխարել, ես էլ շատ ենք խոսել, նեոբոլշևիկյան է։ Այս ամեն ինչի շիլաշփոթ մի հատ խառնուրդ է, որը շատ ավանդական հայկական ցավոք քաղաքական գիծ է, եւ սրան է, որ մենք հակադրում ենք եւ պետք է հակադրենք, միակ հակադիրը այդ ազգային հեղափոխական գիծն է, որ ես հատուկ այսքան մանրամասը ներկայացրեցի, միգուցե նաեւ ձեզ հոգնեցրեցի, որ սա պատմություն ունի, սա ժառանգական կապ ունի եւ ամենակարևորը, մի անգամ եւս շեշտենք ամենավերջում, որ այդ ազգային հեղափոխական գիծը, լինելով միշտ փոքրամասնություն, Նալբանդյանով, Ռաֆիով, Նժդեհով, Արամ Մանուկյանով, այս 4 անունները տան, բայց էլի անուններ տան, բայց այս 4-ը հաստատ ձեզ ծանոթ են։ Այս միակ գիծն է, որը ապացուցել է գործնականորեն, ոչ թե տեսականորեն, այլ գործնականորեն, որ ինքը բերում է հայ ժողովրդին հաջողությունների, որ ինքը բերում է հաղթանակների, եւ եթե նույնիսկ այս փոքր Հայաստանը մենք այսօր ունենք, մանրամասն ես կարող եմ ապացուցել, որ գրեթե ամեն սանտիմետրը կա շնորհիվ այս գիծը տանող մարդկանց եւ բոլոր կորուստները, որ մենք ունենք, եւ տարածքային եւ ժողովրդագրական, ելի կարող եմ ապացուցեմ ոչ թե տեսությամբ, այլ գործնականորեն, որ այս ամենը հակառակ մտածող մարդկանց շնորհիվ է, դիվանագիտորեն լուծենք հայկական հարցը մարդկանց շնորհիվ է, յոլա գնանք հարմարվենք մարդկանց շնորհիվ է, չընդվզենք, չպայքարենք մարդկանց շնորհիվ է, օտարին ապավինենք մարդկանց շնորհիվ է, մենք մեր ուժերով ոչինչ չենք կարող անել մարդկանց շնորհիվ է, սա ապացուցում է փորձը, գործը, պատմությունը, ոչ թե խոսքերը։ Հասկանում եք, ինչ որ դուք ասում եք խոսքեր են, ինչ որ ես եմ ասում, սա պատմությունն է, ապացուցում։ Դրա համար մենք պետք է հիմա կարող եք նույնիսկ ասեք մի դրեք կուսակցության անունը ազգային հեղափոխություն, բայց գաղափարը սա պետք է լինի, որովհետև սա մենք մեր գլխից չենք հորինել։ Սա այն է, ինչը որ մեր պատմությունը ցույց է տվել, ապացուցել է, սա այն է, ինչը որ մեր ձևակերպել են ամենալավագույն եւ մտածողները հայ ժողովրդի վերջին 150 տարվա եւ գործիչները։ Սրա մասին է խոսքը, այս շղթայի մասին է խոսքը։ Հա, մի բան էլ ավելացնեմ, որ շատ կարևոր է նաև, որ սա նշանակում է հենց հենք ժողովրդի վրա, ժողովրդական ուժի վրա, իսկ դա բնականաբար էլ եմ շեշտում, նշանակում է, որ այդ ազգայնականությունը ինքը նաև ժողովրդական է, ժողովրդավարական է, արդարության եւ ազատության գաղափարի կողմնակից է երկրի ներսում, այլ կերպ չի կարող լինել հայկական ազգայնականությունը, չի կարող ուրիշ կերպ լինել, չի կարող լինել բռնապետական, չի կարող լինել ժողովրդին ճնշող, չի կարող լինել հակաժողովրդական։ Այսա մենք պետք է հասկանանք եւ չխառնենք ուրիշ ինչ-որ բաների հետ, մեր ճանապարհը սա է, սա էլի եւ մեր պատմությամբ է ապացուցված, եւ մեր պայմաններից է բխում, եւ մեր լավագույն մտածողների ժառանգական այս շղթայի գաղափարներից է բխում։ Այսքանը այսօր արդեն սրա մասին էլ եմ ասում, այս թեման անսպառ է, մի օր գուցե էլի կխոսենք, ոչ հաջորդ անգամ երևի, բայց էլի ես կմտածեմ, որտեվ քանի որ ասում եմ, այդ արձագանքները կան, այդ ոնց որ նաև խոստումները ինչ որ չափով տվել են, որ այս թեմայով պետք է խոսեմ, էլի կփորձենք ֆորմատներ գտնել, որ այս թեմայով խոսենք։ Շնորհակալություն, կներեք, որ մի քիչ չարաշահեցի ձեր ժամանակը, կշարունակենք մյուս անգամ։